Ողջույն Արագի սիրելի հետևորդներ, եթերում ստեղծությանն է մեր տաղավարի մի հյուրընկալել ենք Սպարտակ Յուրեղյանին, ով գլխավորում է բոլորին դեմ եմ կուսակցությունը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ պարոն Յուրեղյան, որ ընդունեցիք հրավերը։ Պարոն Յուրեղյան, այսօր պաշտոնապես նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվեց, որոշ ուժեր սկսեցին այդ քարոզարշավը մարզեր այցից, որոշները դիմաց ինչ-որ ակցիա իրականացնելուց, դուք սկսեցիք մյուս ուժերի վրա այսպես ցեխ շպրտելով։ Ինչով էր պայմանավորված այս ընտրությունը եւ ինչ ակնկալիքներ ունեք քարոզարշավի ընթացքից։ Շնորհակալություն հրավերի համար, ուրեմն նախ մի հատ ուղում անեմ, մենք ոչ թե մյուս ուժերի վրա էինք ցեխ շպրտում, այլ մենք բոլոր ուժերի վրա էինք ցեխ շպրտում։ Ինչպես հասկացա։ Տեսեք, ես կարծում եմ, որ Հայաստանում բավականին շատ մարդիկ կան, ովքեր այս քարոզարշավի իրար վրա ցեխ շպրտելուց հոգնել են։ Ու մենք սրանով ոնց որ հնարավորություն ընձեռեցինք թե քաղաքացիները, թե մարդիկ, ովքեր որ ուզում են այդ գործողություն անեն, իրանք կան անեն, բայց խոշոր հաշվով սա նաև ինչ որ առումով կոչ էր, որ այն ինչ որ դուք խոսալով իրար վրա շպրտում եք, այդ մոտավորապես այն տեսք ունի, ինչ որ ուներ այսօր մեր այդ բանը PV-խան, որի վրա շպրտում էին ցեխը, ու մենք սրանով ուզում ենք ոնց որ ավարտենք այդ էջը։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ այդ էջը հիմնովին ավարտելու համար երկրում պետք է էական փոփոխություններ լինեն, որովհետև այսօրվա խաղի կանոնները իրանք պահանջում են պարտադիր միշտ իրար վրա ցեխ շպրտել։ Ես մի հատ տենց բան էի ցույց տալիս այդ օրը լրագրողներին, մի հատ ոնց որ ձեռք ցույց տվեցի, որտեղ ամբողջովին ցեխոտված էր ու մաքուր ձեռքը։ Այսինքն այդ ցեխոտ ձեռքը ինքը արտահայտում է այսօրվա մեր քաղաքական իրավիճակը։ Մաքուր ձեռքը արտահայտում է այն փոփոխությունը, որ մենք կարող ենք իրականացնել։ Եվ դրա համար էլ մենք որոշեցինք այս խորհրդանշական ակցիայով սկսել քարոզարշավը, որպեսզի մեր հայրենակիցները տեսնեն մեր գնահատականը ու իրենք էլ կարողանան գան այդ գնահատականը տալ, իսկ հունիսի 7-ին կակնկալենք ժողովրդի քվեն, մենք համար երկուսն ենք քվեաթերթիկում, կուզենանք, որ մեր քաղաքացիները գան եւ քվեարկեն մեզ։ Ավելի վաղ ձեր ուժը կենտրոնական դրական հանձնաժողով էր գնացել մարվելի հերոսների կոստյումներով եւ հաշվի առնելով այսօրվա այս իրականացրած ցեխով ակցիան, շատերը պնդում են, կարծիք կա, որ դուք անլրջացնում եք թե ընտրությունները, թե քարոզարշավի ընթացքը, ինչպես եւ ոչ պարագայում մտածում եմ, որ հանրությունը ձեզ չի գնա ու ձայն տա այս ամեն ինչից հետո։ Ինչպես կմեկնաբանեք այս քննադատությունները եւ պատրաստ եք նման բանի։ Նայեք, անլրջացնել, ես եկեք երկու օրինակ բերեմ իմ կարծիքով, որ դրանից այն կողմը անլրջացնել ես չեմ տեսնում։ Օրինակ ավելի մեծ անլրջացնել է, որ երկու բլոգերներ ՊՆ զորամասում իրար հետ ինչ որ երգերի տակ պարում են, որը հետո հենց իրենք էլ պնդում են, որ այդ ամեն ինչը արելվել է պատկան մարմինների թույլտվությամբ, իրանց հետ համաձայնացնելով եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց որ երբ որ մենք համեմատում ենք մեր արածն ու իրենց արածը, իմ կարծիքով այդտեղ հստակ է, ով է ավելի շատ անլրջացնում։ Մյուս կողմից, եթե անդրադառնամ պայմանական նույն ընդդիմության բանին, հատվածին, օրինակ ընդդիմադիր առաջատար ուժերից մեկը, ով որ հավակնում է այս ընտրություններին, այսպես ասած, հաղթելու, իրանք որոշել են, որ սահմանադրությունը իրանց առաջնորդի համար պետք է փոխեն։ Այսինքն մեկ հոգու համար փոփոխություն անեն։ Ու այդ այն սահմանադրությունն է, որը ելի եւս մեկ հոգու համար էր փոխվել ու որի պատճառով կարծում եմ մենք շատ լուրջ խնդիրներ ենք ունեցել։ Մեր գնահատականը այդ է։ Մենք իհարկե պետքա տարբերվենք բոլոր քաղաքական ուժերից, որովհետեւ այսօրվա այս քաղաքական թոհուբոհի մեջ դու եթե ոնց որ ստանդարտ իրանց նման քայլեր անես, պայմանական գնաս ուղղակի թռուցիկներ բաժանես, մեկի հետ նարդի խաղացես, անես ու դու չունես այդ բոլոր լրատվականներն ու միջոցները, այդ ոչ մեկ չի իմանալու մեր մասին։ Մեզ պետքա ցույց տալ, որ մենք կարող ենք մեր կրեատիվ մտքերով մեր քաղաքացիներին հասնել, ինչը եւ մենք անում ենք։ Իհարկե ես ինքս ասենք շատ երկար տարիներ, ասենք մասնավոր ոլորտներում աշխատել եմ տարբեր պաշտոնների, այդ ոնց որ իմ մանկության երազանքը չի եղել գալ մտնել քաղաքականություն ու հենց այս ձևով միայն զբաղվել, բայց մյուս կողմից, երբ որ դու ունես քիչ ռեսուրսներ, դու պետք է այդ չի նշանակում, որ դու պարտվել ես նախ։ Այսինքն այն միտքը, որ քո ռեսուրսները քիչ են, ուրեմն վերջ դու պարտվել ես, այդ ընդհանրապես այդպես չի նշանակում, ու այդ նաև հուշում էր մեր Spider-Man-ի ակցիան, որովհետև եթե հիշում եք, այդ օրը
մենք էինք քաղաքական ամբողջ ինֆորմացիոն դաշտը վերցրել։ Այսինքն այդ նշանակում է մի հատ ուժ, որ այնտեղ ինչ որ խառը IT-շնիկներ են, եսի ինչեր են, բան sense ոնց որ մեզի կոչում են, էլի մերձ IT-շնիկներ բաներ, մեկ էլ եկան Հայաստանի քաղաքական օրակարգի մեկ օրը իրանցով արեցին։ Իհարկե դա քիչ է։ Խոշոր հաշվով, որպեսզի մենք կարողանանք հաղթենք, ամեն օր այդպես պետքա լիներ։ Մենք դրա վրա աշխատելու ենք։ Մենք աշխատելու ենք, անակնկալներ էլի են լինելու։ Այսինքն քարոզարշավի ողջ ընթացքում ինչ որ յուրահատուկ կրեատիվ։ Այո, լինելու են։ Չեմ կարող 100% խոստանալ, որ դա ամեն օր է լինելու, իհարկե կուզեի այդպես լիներ, բայց մենք համապատասխան քայլեր կիրականացնենք, այնպիսի բաներ անելու, որ մի քանի օր գոնե այս ամեն ինչը մնա։ Էսա տրամաբանությունը մեր գործունեության, այսինքն երբ որ դու տեսնում ես, որ գլուխդ պատին տալիս ես ու այդ պատը չի ջարդվում, այդ դեռ չի նշանակում, որ չես կարող պատը հաղթահարես, պետք է գտնես այլ ուղիներ։ Մենք հենց այդ ուղին ենք գտել ու դրանով ենք զբաղվում։ Բոլորին դեմը հայտարարում է, որ ուզում է 100 օրյա իշխանություն, մի շարք փոփոխություններ անելուց հետո ինքնակամ հրաժարվելու է իշխանությունից։ Որքանով ձեզ ընտրող քաղաքացիները վստահ լինեն, որ դուք իսկապես օրինակ 100 օր իշխանությունից հետո փոփոխություններ կանեք ու կհեռանաք, որովհետև ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր, որ պահին ժողովուրդ ուզի, որ ես չվստահի ինձ ուզի, որ հեռանամ ու ես կհեռանամ իշխանությունից, բայց տեսնում ենք փաստացի։ Նայեք, մենք լրիվ ռեալ նայելով իրավիճակին կարող ենք ասել, որ այնպես չի մենք որ այս ընտրություններում 51% ենք հավաքելու։ Այսինքն մենք նման հայտարարություններ չենք անում, ասենք չենք ասում մենք երկրորդ ուժն ենք, որ հարցնեք, որ հարցումներով ասեմ ինչ որ ինսայթներ կա, ասես բաներ չենք խոսում, մենք adekvat մարդիկ ենք, էլի ինչքան էլ ասում կողքից նայում են անընդհատ ձեր ասածներն են ասում, բայց մենք լրիվ adekvat ենք նայում իրավիճակին, մենք այն ուժն ենք, որ հավակնում ենք խաղի կանոնները փչացնելու, հարամելու այդ խաղի կանոնները, որ գծված է։ Այսինքն մենք փորձելու ենք ու ամեն ինչ անելու ենք, որ անցնենք ազգային ժողով ու հավաքենք այնքան ձայն, որի արդյունքում, այդ թվում նաև որի արդյունքում որևէ ուժ չկարողանա մեծամասնություն ունենա։ Այսինքն դա մի հատ իրավիճակ է, որը, այսինքն, ինչ-որ անկյունային իրավիճակ է։ Մեծամասնությունը վերացնելու առաջարկ ունեք դուք։ Այո, բայց մինչև դա անելը պետք է ոնց որ գաս իշխանություն, որ այդ փոփոխությունները անես։ Հիմա երբ որ մենք պայմանական հավաքել ենք 7%, 10%, այդ տոկոսների մասին եմ խոսում։ Եթե դա մեզ մոտ ստացվել է ու ոչ մեկ չունի 50%, այստեղ գալիս է հնարավորություն կոալիցիայով ձևավորել իշխանություն։ Մենք այդ դեպքում եղած ուժերին, ովքեր որ եւս հաղթարել են շեմը, ոչ մի ինչ որ բան առաջարկ չունենք, չգիտեմ, մեզ մի հատ նախարար տվեք, մի հատ փոխնախարար, մենք օքեյ ենք 5 տարի կգնանք կաշխատենք։ Չկա տես բան։ Մենք մի հատ համագործակցության ձև ունենք, ու դա կոչվում է վերջնագիր։ Դա այսօրվանից արդեն ֆիքսված է այդ վերջնագիրը։ Այդ վերջնագրի իմաստը ո՞րն է։ Մենք ասում ենք, նայեք, հարգելի ինդիմություն, պայմանական, եթե սկսելու ենք ոնց որ բանակցությունները մեծ հաշվով իրենց հետ, կարծում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով կգնա երկրորդ փուլ ինձ թվում է։ Ասում ենք հարգելի ինդիմություն, բանը առավոտից իրիկուն 6 ամիս 7 ամիս կամ հենց այս քարոզարշավի 1 ամիսը տենց ասեցիք, որ ամեն գնով Նիկոլը պետք է հեռանա, որ դուք գաք այս երկիրը փրկեք, որպեսզի դա 100% իրականություն լինի, մեզ տալիս եք այս 100 օրվա իշխանությունը։ Մենք ենք լինում վարչապետը, մենք ենք բոլոր որոշումները կայացնում, մեր օրակարգը գիտեք, որը ի տարբերություն շատ ուժերի, մեր առաջացման առաջին իսկ օրվանից ֆիքսվել է, ու այս 6 ամիսը, որ մենք կանք, գործում ենք, մենք այդ սկզբունքները, այն ինչ որ որտեգրել ենք, մինչև վերջ պահպանել ենք։ Տալիս եք մեզ, մենք այդ փոփոխությունները անում ենք, նշանակում ենք արտահերթ ընտրություններ, որին մեր վարչապետի տեխնացուն Նինա Կարապետյանցն է լինելու, որին մեր վարչապետի տեխնացուն չի մասնակցելու, այդ արտահայտ ընտրություններին ինքը չի մասնակցելու։ Նինա Կարապետյանցը արդեն իսկ ստորագրել է ինքնասահմանապակող փաստաթուղթ, որով որ ինքը այդ ընտրություններին չի մասնակցելու։ Անում ենք այդ նոր ընտրությունները, եկեք էլի ձեր փրկության ծրագրերով։ Եկեք ինչ ծրագրեր ունեք, եկեք։ Մենք հայ ժողովրդի փրկչի դերին չենք հավակնում։ Մենք հավակնում ենք կարևոր փոփոխություն իրականացնելու դերին, այնպիսի փոփոխություն իրականացնելու, որ ոչ թե հաջորդիվ հայ ժողովուրդը սպասումներ ունենա փրկիչների գալուն, այլ այն փոփոխության, որ հայ ժողովուրդը սպասումներ ունենա նորմալ ուժերի, իրար հետ համագործակցելով, աշխատելով, ջանք գործադրելով երկիրը այս վիճակից հանելուն։ Էս է մեր նպատակը։
Արդեն ձեր խոսքում նշեցիք, որ վարչապետի թեկնածուն, իրավապաշտպան ու հանրության լայն շերտերի հարգանքը վայելող Նինա Կարապետյանցն է, սակայն իշխանության գալու պարագայում նա չի կարող 10 տարով լինել վարչապետ կամ ընտրովի նշանակովի պաշտոններ զբաղեցնել։ Այնուամենայնիվ ինչով է պայմանավորված, ինչու հենց Նինա Կարապետյանցին, որովհետև շատերը, այսպես ասած, ընդդում են, որ կցանկանային հետագայում էլ նրան տեսնել, օրինակ, ինչ-որ քաղաքական process-ների մեջ։ Այլ թեկնածու ավելի հարմար, այսպես ասած, չունեիք։ Շատ լավ հարց է։ Այստեղ երկու կարևոր բան ասեմ։ Նախ մենք չենք որոշել, ես կամ ինչ-որ մեր խմբի ինչ-որ 5-6 հոգով չենք հավաքվել որոշել, որ մեր վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է, ի տարբերություն շատ ուժերի, մենք առանձին քվեարկություն ենք արել վարչապետի թեկնածուի համար, ու էլի էդի բաց ու թափանցիկ ձև, այո, ներքին քվեարկություն ենք արել, որի արդյունքում Նինա Կարապետյանցը դարձել է մեր վարչապետի թեկնածուն, նաև ինքը համաձայնվել է այդ ձեր նշած պայմաններին։ Մյուս բանը հետեւյալն է։ Այն ինչ որ մենք տեսել ենք 2018 թվականին, ինչ էր, փաստացի եղավ ինչ-որ մի հատ process, որի արդյունքում այն մարդը, ով որ այսպես ասած առաջնորդում էր այդ process-ը, ինքը հաջորդ ընտրություններին մասնակցեց ու իրանք հավաքեցին ձայների, չգիտեմ, 70 քանի տոկոսը, որևէ մեկը կասկածի տակ չդրեց, որ այդտեղ ինչ-որ կեղծիք ու բան ա եղել, որովհետև ենթադրում եմ ու վստահ եմ կարելի ասել, որ չի եղել, բայց մենք արդյունքում ինչ ստացանք, որովհետև նման իրավիճակներում, երբ որ Հայաստանում իշխանության փոփոխություն է լինում, այն հաղթածը այսպես ասած, շատ հավանական է, որ ուզենա դառնա նոր թագավորը, այսպես ասած, խոսք կա, չէ, որ ասում է մեռավ արքան, բանը, կեցե նոր արքան, այսինքն այս խնդիրը մենք կարանք ունենանք, այս սահմանափակումը հենց դրանից խուսափելու համար է, որպեսզի այն մարդը, ով որ եկել է, կարացել է այդ փոփոխությունը անի, նույնիսկ եթե մենք պայմանական 5% ենք հավաքել ու կարացել ենք մենք լինենք վարչապետը, իշխանության փոփոխությունը Հայաստանում ինքը ենթադրելու է, որ sense տոտալ նախորդ ուժի հանդեպ վստահությունը սկսում է ընկնել պլենտուսից ցածր, եղածի նկատմամբ վստահությունը գնում է վերև։ Ճիշտ է, մենք այդ դեպքերը տեսել ենք, յուրաքանչյուր դեպքում Հայաստանում այդ փոփոխությունների դեպքում կարծում եմ տեսնելու ենք։ Ու այդ վարչապետի տեխնացուն հաջորդ ընտրություններին որ մասնակցի, էլի գնալու է այդ սաղ ձայները հավաքի։ Ու մենք վստահ ենք, որ մեր այս փոփոխությունները, որ մենք առաջարկում ենք, դրանով չի ավարտվելու ամբողջ գործընթացը։ Պարզ է, չէ՞, որ երկիրը անընդհատ պետքա պրոգրեսիվ աճի։ Դա պետքա վերաբերվի թե ընտրական համակարգին, թե տնտեսությանը, թե անվտանգությանը, թե կրթությանը։ Հիմա այս հատուկ արվածը նրա համար, որպեսզի այդպես չլինի։ Ու ինչպես դրանից առաջ նշեցի, որ մենք փրկիչներին չենք հավատում, այո, Նինա Կարապետյանցը ոլորտում հայտնի մարդ է, ինքը շատ կարևոր գործունեությամբ է զբաղվել, ու ինքը կարա շարունակի այդ գործունեությամբ զբաղվել։ Բայց մենք կարծում ենք, որ առանց նսեմացնելու Նինա Կարապետյանցի դերը որևէ մեկ մարդուց կախված լինելը ամբողջ ազգի ու երկրի, դա շատ մեծ ռիսկ է։ Չի կարա մի երկիր նստի սպասի, որ այնտեղ մի հոգի ինքն է ամեն ինչ որոշում, ու եթե մի օր լավ չարտնացավ քնից, մի բան այն չորոշեց, մենք բոլորս քաշվում ենք։ Հիմա այդ նման կարգավիճակում չենք։ Դե հենց այդ եմ ասում, դրա համար այն որ մտածում ենք դե Նինա Կարապետյանցը շատ ուժեղ մարդ է ու լավ կլներ ինքը մնար շարունակել քաղաքականությունում, որ մի տեսանկյունից նայում եք, այո, ճիշտ եք ասում, բայց մյուս տեսանկյունից, եթե միայն իրենից է կախված մեր երկրի փրկությունը, դա էլի խնդրեմ է։ Եթե մենակ Սպարտակ Գյուրեղյանից է կախված, դա էլի խնդրեմ է։ Որտեվ մենք եթե ուզում ենք պետություն ունենանք, մենք այտենց մեկ-մեկ մարդուց չպետք է կախված լինենք։ Այո, մարդիկ շատ կարևոր են, մարդկանց վրա է հիմնված բոլոր համակարգերը, այն մշակույթը, որ կա թե ընտրական process-ներում, թե մյուս բաներում, էլի մարդկանց վրա է կառուցված։ Բայց մենք վերջապես պետք է հասկանանք, որ պետությունը Էդի եթե մի հոգին է այնա ասենք թակավորա վերջացնենք հարցերը, էլի։ Մենք իրար հետ ազնիվ լինենք, էլի, ոչ թե այտենց ժողովրդավարություն խաղանք, ինչ որ ընտրություն անենք, բան, ինչ որ էլ դրա իմաստը որն է։ Այսինքն հենց այս պատճառաբանություններով է, որ այդ կարևոր կետերը մենք ունենք, այսինքն մեկը պետքա, որ այդ շատ պատասխանատու գործը իր ուսերին վերցնի, որովհետև որ ուզում եք իմանաք 100 օրում լինել վարչապետ իմ կարծիքով շատ ավելի դժվար բան է, քան 5 տարում, որովհետև դու 100 օրում պետքա կարողանաս շատ կարևոր բաներ անես ու կազմակերպես մի հատ ընտրություն, որը խոշոր հաշվով բոլորի համար պետքա լինի հավասար պայմաններում եւ վարչական ռեսուրսի բացառումով։
չպետք է օգտագործվի այդ վարչական ռեսուրսը։ Պարոն Կիրյակյան, կայուն մեծամասնությունը վերացնելու ձեր առաջարկը շատերի համար ընդունելի է, բայց արդյոք Հայաստանում կառավարման ճգնաժամ չի ստեղծվի, երբ օրինակ որևէ ուժի չհաջողվի մեծամասնություն ձևավորել կամ կառավարություն ձևավորելու շուրջ բանակցությունները ճիշտ չընթանան, այսպես ասած, փաստացի հայտնվելու այն ռիսկի մեջ, որ անընդհատ շարունակական արտահերթ ընտրություններ կրկնվելու վտանգի մեջ ենք լինելու, իսկ Հայաստանը նման շռայլություն, այսպես ասած, իրեն թույլ տալ չի կարող։ Շատ լավ հարց է։ Նայեք, կայուն մեծամասնության դրույթը, որը իրականում Իրանից ենթադրում է նաև երկրորդ փուլի արկայություն, այսինքն որ առաջին մասով դա այն է, որ եթե 50% պլյուս 1 ձայն եք ստացել, ձեզ եւս 2% բոնուս են տալիս, երկրորդ բանը այն է, որ պայմանական առաջին փուլում եթե ոչ մեկ չի հաղթարել այդ 50%-ը, ասենք օրինակ մի ուժը հաղթարել, մի ուժը 25% ստացել, մյուսը 20, առաջ երկու ուժերի հետ եմ, իրանք երկրորդ փուլում մենակ երկուսով են գնում, ով որ մի ձայնով կրում է, ստանում է 52%։ Հիմա այս դրույթը ոտից գլուխ արհեստական դրույթ է։ Տես բան չկա աշխարհում։ Չկա։ Ինքը արհեստական հնարավորություն է տալի ունենալ մեծամասնություն։ Իդեպ ինքը իր հակառակ կողմներ ունի, որը կոչվում է այսպես մեր տերմիններով ասենք, կայուն փոքրամասնություն։ Այսինքն եթե մյուս կողմից էլ ընդդիմությունը կամ մյուս ուժերը իրար հետ 10% են հավաքել, իրանց է արհեստական 20% են ավելացնում։ Թե այս կողմից, թե այս կողմից ինքը արհեստական դրույթ է։ Ինքը չի արտահայտում ժողովրդի կամքը, ժողովրդի դիրքորոշումը, ինքը չի արտահայտում։ Ինքը զուտ սարքած է նրա համար, որ ընենց անենք երկրում հանգարց ճգնաժամ չլինի, ընդդիմությունը միշտ 30% ներկայացված լինի։ Էդ է այս դրույթի իմաստը։ Նայեք, մենք բոլորս կյանքում տարբեր ճգնաժամային իրավիճակներում ենք հայտնվում։ Կլինի դա բիզնեսում, կլինի ձեր, ասենք, մեր ընտանիքներում, բաներում։ Ճգնաժամը բան անելը, sense տանել միտեղ պահելը, ինքը երբեք խնդրի լուծում չի։ Եթե դու ճգնաժամի մեջ ես, դու պետք է ասես, որ դու ճգնաժամի մեջ ես։ Միակ ձևը ճգնաժամից դուրս գալու հասկանալ, որ դու ճգնաժամի մեջ ես։ Իսկ մենք մեր հիմիկվա օրենքները ինչ է ասում։ Ասում է, եթե դաժան դեղ ճգնաժամ է, ոչինչ, ոնց որ դե վերնագիրը փոխեք, գնացեք կառավարեք։ Մեր առաջարկածը, կներեք մի հատ էս մասը հատուկ ասեմ, տեսեք, ինքը նաև ստեղծում է հնարավորություն, որ քաղաքական ուժերը այն ցեղ շպրտոցին ընենց իրար վրա անեն, որ էլ կյանքում իրար հետ չհամագործակցեն, որովհետև ինքը որևէ ձև չի տալի ինսենտիվ կուսակցությանը, որ ինքը ընենց աշխատի, որ հետո այն մյուսի հետ միտեղ գնալու նստելու է ինչ որ համաձայնության գա, որովհետև բոլորի կռիվը առաջի տեղի համար է միայն, եթե առաջի տեղ ով որ եղավ, ինքը սաղին 5 տարի ինչ ուզի անում է կոպիտ ասած։ Եվ հետեւաբար եթե ինքը հավատում է, որ ինքը կարա առաջին տեղը լինի, ինքը մինչև այնքան է այդ ձև անում, որ ոնց որ ստացվի կոպիտ ասած։ Իսկ իմ ու մեր ուժի տեսանկյունից Հայաստանում քաղաքական ուժերը բոլորը, այդ թվում նաև մենք, փաստացի կարծում ենք չունեն այնքան ներուժ, որ մենակ իրանց ուժով ու իրանց ուժի այսպես ասած անդամներով, իրանց մարդկային կապիտալով եւ այլն, կարանան գան Հայաստանը վերցնեն, տես թույն կառավարեն։ Ոնց որ հայտարարում եմ, ես չեմ հավատում։ Եղած ուժին չեմ հավատում, տեսնում եմ, չեմ հավատում էկող ուժերին, դա կլինի ուժեղ Հայաստանը, ու կլինի, չգիտեմ, Հայաստան դաշինքը, որ ուժի անունը տակ։ Մեր ուժը չեմ հավատում, որ իրանք այդպես մենակ կարանալու են գան կառավարեն։ Եվ ես կարծում եմ, որ կառավարումը Հայաստանում խոշոր հաշվով պետք է համագործակցության վրա հիմնված լինի։ Այսինքն պետք է որոշ ուժեր իրար հետ միավորվեն, որ կարանան շատ մեծ բան ներգրավեն, կապիտալ ներգրավեն, խոսում եմ հիմնականում մարդկային կապիտալի մասին, որպեսզի կարանան երկիրը նորմալ կառավարեն։ Էս է խնդիրը։ Ու մեր առաջարկած համակարգը այդ լուծումն է տալու։ Այսինքն այն համակարգը, որ մենք ենք առաջարկում, դրանով ուժերը կսկսեն մի քիչ ժողովրդին ուղղվել, այլ մեջքով չկանգնել, գնալ, մարդկանց հետ խոսալ, համոզել, ու նաև իրանք կարող են այդ առաջի փուլում, եթե ոչ մեկ առաջի փուլում չէ, մեր դեպքում չի լինելու արտահերտ բան, երկրորդ փուլ, այդ մի ընտրությունում, եթե որևէ մեկը 50% չի հավաքել, իրանք իրար հետ բանակցելով, իրար այսպես ասած կարմիր գծերը եւ այն փոփոխուն ծրագրերը համադրելով կկազմեն կառավարություն, որը իմ կարծիքով շատ ավելի լավ կառավարություն կարող է լինել, քան այն կառավարությունը, որ մենք ունենք հիմա, ու ոչ թե մենակ այն պատճառով, որ մենք այս կառավարության մարդկանցից ենք դժգոհ, այլ այն համակարգի պատճառով, որ մենք նաև այս կառավարության
մարդկանցից ենք դժգոհ։ Այսինքն էս է մեր տեսած լուծումը։ Եթե չկարողանան խելքի գալու իրար հետ համագործակցել, ճիշտ եք ասում, կլինի եւս մեկ արտահերտ ընտրություններ, բայց ոչ թե առաջին երկու ուժով, այլ բոլորով։ Ու այն ուժերը, ովքեր որ ձախողել են այդ համագործակցությունը, ժողովուրդը կգա իրենց գնահատական կտա այդ նոր ընտրություններում։ Կասի, եթե դու 35% էիր հավաքել, քեզ են 15%-ներ պակաս, որ իշխանություն կազմեիր, բայց դու ոչ մեկի հետ քեզ նես պահեցիր, որ ոչ մեկ քո հետ չուզեց աշխատի, մյուս անգամ կգա իրան 30% կքվեարկի։ Կամ հակառակը, եթե ժողովուրդը կհավատա, որ այդ իրանք բոլոր ջանքերը գործադրեցին կազմելու, բայց մյուսները իրանց բան արեցին, կգա 50% ձայն կտա այդ ուժին։ Այսինքն խոսքը սրա մասին է։ Ու եթե նաև գանք ռեալության դաշտ, ձեր նշած օրինակը ինքը տենց մաթեմատիկական բանում լրիվ ճիշտ եք ասում, կարանք հավերժ ընտրություն ունենանք, բայց ռեալության մեջ այդպես բաներ չեն լինում։ Ռեալության մեջ այդպես բաներ չեն լինում, որ անընդհատ, այո, ճիշտ եք, մեկ անգամ կարող է լինի դա, բայց ես ասում եմ դա նորմալ է։ Ու դրա նորմալը իմ համար այնա, որ դա ճգնաժամ է, որը մենք պետք է հաղթահարենք։ Դրա հակառակը այնա, ոնց որ այն ինչ որ հիմա ունենք մենք ու որը կարող խորանալ, ես չգիտեմ, ոնց որ թարգենք ընտրություններ էլի։ Այս պահի դրությամբ հավատում եք, որ հնարավոր է ընտրություններով իշխանափոխության հասնել, հաշվի առնելով այն արտաքին աջակցությունը, որ ունի Նիկոլ Փաշինյանը, նույն Վենսը ԱՄՆ փոխնախագահ դրա մասին հայտարարեց Հական Ֆիդանը, Կայա Կալասը, վերջերս նաև Էմանուել Մակրոնը։ Այո, ես հավատում եմ, ու մենք հենց դրա համար էլ մասնակցում ենք այս ընտրություններին։ Ես չեմ հավատում ստանդարտ ձևով, որ հնարավոր է դա անել, դրա համար մենք ոչ ստանդարտ ձևով ենք մասնակցում այս ընտրություններին։ Այլ կերպ ասած, մենք փորձելու ենք համակարգը, որ sense մի հատ մեծ պատա համակարգ է, որին եթե դու տենց ինչ-որ մեծ մեքենայով ես գալի խփում դժվար է իրան գցելը, մենք փորձում ենք դա մի հատ ծակ փորել, այդտեղից ճեղքել։ Մեր գործը այդ է։ Այսինքն մենք մենակ այս ձևով ենք հավատում ու դրա համար հենց այս ծրագրին ենք կպել։ Մեր կուսակցության անդամները, մեր շարժման անդամները հիմնականում ազատ մարդիկ են, որոնց որ մենք տենց ինչ որ չունենք, էլի գցենք, ասենք, ստեղ բան ենք անում, միանգամից 1000 հոգի գա, այսինքն միև մարդիկ են, ովքեր որ կարան իրանք էլ կամ ընտրական որոշեն մեր որոշ ակցիաների մասնակցեն, որոշների չմասնակցեն ու պես ձևին հավաքված մարդկանց դու չէիր կարա պայմանական ինչ որ կուսակցության ներքո տաներ դներ, ասեին այնտեղ փոխտան գնան գործանեն, կոպիտ ասած։ Մարդիկ են, ովքեր իրանց ոլորտներում հիմնականում կայացած են, իրանց դուր է գալի այս գաղափարը, որին աջակցում են։ Հիմա մեր արտաքին աջակցությունը, որ ստանում է այսօրվա քաղաքական ուժը, հա, ստանում է, բայց եթե ոնց որ բանը այնա լինելու, որ արտաքին աջակցության շնորհիվ է ինքը իշխանություն մենակ կարանալու պահպանի, ես դրան չեմ հավատում։ Ոնց որ եթե տենց լինի, ինքը միշտ էլ կստանա, միշտ էլ իշխանությունը չի փոխվի։ Բայց ես դրան ռեալ չեմ հավատում, դա ունի իր ազդեցությունը, բայց Հայաստանում շատ մարդիկ կան, ովքեր որ ընդհանրապես քաղաքական process-ների չեն մասնակցել, որովհետև տենց խորը հիասթափվել են, չեն ուզում գնան ընտրությունների եւ այլն, որոնց համար Մակրոնը կաջակցի թե Պուտինը, իրական չի, իրանք մեկը ոնց որ բոլորին դեմ են։ Մեզ այդ մարդիկ են պետք։ Այդ մարդիկ շատ են իրականում, ու մենք այս ամբողջ process-ում փորձելու ենք հնարավորինս մեր գործերով այդ մարդկանց ներգրավել։ Ներգրավել ասելով, մենք նույնիսկ նկատի չունենք, որ մենք պետքա բազմահազարանոց ինչ-որ ակցիաներ իրականացնենք, մենք մի հատ այնց խոսույթ ունենք, ասում ենք, այս կարա լինի, այսպես ասած, անգյալների հեղափոխություն, այսինքն մարդիկ, ովքեր որ այս համակարգից զզվել են, միևնույն ժամանակ իրանց այս ամեն ինչին գնալ, այդտեղ մասնակից լինել, իրանց նկարել եւ այլն, դա ավելի է իրանց բանանում, դիսկոմֆորտի մեջ գցում, մենք իրանց դիմում ենք ու ասում ենք ոչ մի խնդիր չկա, մենք որևէ պահանջ չունենք ձեզանից, իմացեք մեր մասին, արդեն մենք սարքել ենք բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, կա այդ քվեաթերթիկը, մենք դիքը տեղ ծախս ենք արել, գնացել ենք կուսակցությունը, հետո կուսակցությունը գրացել ենք ընտրությունների, հիմա ինչ որ բաներներ ենք վերցրել, թռուցիկներ ենք սարքել, մենք այդ գործը կանենք։ Ամսի 7-ին ընդամենը 1-2 ժամ ծախսեք, եկեք քվեարկեք, այդքան բան։ Եկեք քվեարկեք համար 2-ին ու կտենակ, որ էական փոփոխություն է լինելու։ Մեզ պետք չի, որ այդ մարդկանց մենք տեղաշարժենք ստեղից այնտեղ, կանչենք, խնդրենք, պետք չի այդ։ Չեն ուզում, մենք խնդիր չենք տեսնում։ Ես ինքս հենց այդ մարդկանցից մեկն եմ եղել։ Ես մարդ եմ եղել, որը որ Հայաստանում ընտրությունների, ասենք 21 թվականին չի մասնակցել, 18 թվականին էլ չեմ մասնակցել Հայաստանում ընտրությունների, չեմ գնացել քվեարկելու։
ու իմ չքվեարկելու հիմնական պատճառը այն է եղել, որ իմաստ չկար իմ քվեարկության։ Ես չէի տեսնում այնտեղ մի հատ ուժ, որին ես կարամ քվեարկեմ, բոլոր ուժերը իմ համար տենց համարժեք ուժեր էին, պլյուս մինուս։ Հա, եւ հետո հասկացա, որ բոլորին դեմ եմ ամբողջովին արտահայտում է այն, որ ես եմ զգացել 21 թվականին։ Սա չի նշանակում, որ մենք պետք է ամբողջ կյանքը այս քաղաքական ուժով զբաղվենք, սա նշանակում է, որ սա այսօրվա մեր կարևոր նախագիծն է, որ պետք է իրականացնենք, հաջողելու դեպքում, երբ որ կլինի արդեն բոլորին դեմ եմ քվեաթերթիկ, այսինքն այդ խնդիրը այսպես ասած կլուծվի, մենք արդեն ազատ ենք գնալ ու նոր քաղաքական ծրագրեր իրագործելու։ Ձեր ուժի մասով արդեն ասացիք ինչ եք անելու, ինչ եք, իսկ ընդդիմությունը առհասարակ ձեր գնահատմամբ անում է բավարար աշխատանք հենց այս արտաքին աջակցությունը չեզոքացնելու համար, որ հետո ձախողելու դեպքում չասի թե գիտեք ինչ ուներ արտաքին աջակցություն Նիկոլ Փաշինյանը։ Այ ես կարծում եմ, որ մեր ընդդիմությունը ու էդի ոչ թե հենց կոնկրետ այս օրվա ընդդիմությանն եմ ասում, այլ ընդհանրապես էլ որ մենք նայենք տես պատմականորեն, ինձ մոտ տես էական այդ ձևի բաների վրա իրենք չեն կարող ազդեն։ Մենք ասենք, չգիտեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները չենք, որ հələ նախագահ չընտրված սաղ աշխարհը գա երկու կողմի հետ սկսի բանակցել։ Հա? Հայաստանը ունի, ասենք, պայմանական 3 միլիոն բնակչություն, ինչ որ խնդիրներ ու հարցեր, Հայաստանը ներկայացնող ինչ որ իշխանություն կա, որի հետ արտաքին աշխարհը շփվելու է։ Տենց է կանոնը։ Եթե մենք ունենայինք այդ նշված ռեսուրսներն ու վիճակները, հա, ձեր ասածը կարող լրիվ տեղին լիներ, էլի, բայց ես չեմ հավատում, որ արտաքին խաղացողները այս փուլում տենց բաներ են անելու։ Արտաքին խաղացողները սկսում են կարծում եմ շփվել քաղաքական, ասենք, ընդդիմության ուժերի հետ, այն ժամանակ, երբ որ տենց 5 պակաս նրանց իշխանության գալու։ Իրանք միշտ շփվում են, ես դա խնդիր չի, մենք էլ ենք հանդիպումներ ունեցել, բայց էդի ուղղակի ճանաչողական հանդիպումներ են, բայց արդեն դրա ավելի լուրջ բանին հասնելը ինձ թվում է այնա, որ նրանք արդեն գիտակցում են, որ 5 պակաս, որ իշխանությունը փոխվի։ Հիմա ինձ թվում է նման հարցերը վաղ է դեռ քննարկելը, այսինքն մենք այդ փուլում չենք։ Արտաքին որոշ ուժեր կարան, ասենք, շատ ակտիվ աջակցեն այս կամ այն ուժերին, չգիտեմ, խոսում են ինչ որ ուժեր կա իրանց հետևում, Ռուսաստանից ուժեր են կանգնած, ինչ որ ուժեր կան Ամերիկայից, ինչ որ ուժեր կան Եվրոպայից, ասես խառը ինչ որ բան կա, բայց ես կարծում եմ, որ եղած իշխանությունը այդ իր այսպես ասած աջակցությունը այնքան է ստանալու, մինչև պարզ չլինի, որ ոնց որ թե իշխանափոխություն է լինում, այսպես ասած։ Եվ պարոն Գյուդեղյան, ամփոփելով զրույցը, օրերս Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որի քարոզչական բաղադրիչը ակնհայտ էր, եթե չասենք գլխավոր նպատակներ։ Ընտրություններից 1 ամիս առաջ անցկացված այս գագաթաժողովը ձեր գնահատմամբ ինչպես կարող է անդրադառնալ հանրության տրամադրության վրա։ Տրամադրությունների վրա կարող է ինչ-որ ձև անդրադառնում է, կարող է չէ, ես տենց ինչ-որ չափումներ ու ինչ-որ բաներ վստահ չունեմ, այն էլեկտորատը, որ ունի Նիկոլ Փաշինյանը, ենթադրում եմ, իրանք մենակ ուրախացել են այդ իրադարձությունով, գուցե դա նաև նրա համար էր, որ այդ եղած մարդկանց եւս մեկ անգամ ոգևորեր, ես չեմ կարծում, հա, որ այնտեղ շատ հակառակ մտածող մարդիկ սկսել են ասել հո ինչ լավ բան արեց, բայց ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ուղղակի ինչ անում, ինքը պայմանական գիտի, որ ինքը X ձայն ունի, որոշներին կարա ինչ որ պայմաններում կորցնի, ինքը նման բաներ անում է, որ տես բան հանգարց չլինի։ Ու հա, եթե ստացվի նոր ձայներ բերի, ասենց ասած։ Ինքը դրա վրա աշխատում է ու այս գագաթնաժողովը լրիվ կարանք համարենք, որ քաղաքական, այսպես ասած, իր ուղերձներով, բաներով, հա, այս կարանք համարենք, որ ուզում էին աջակցել։ Թե ինչ էֆեկտ ունեցավ, ես տարբեր բաներ եմ լսել մարդկանցից, բայց կարծում եմ, որ իր շրջապատում համենայն դեպս ինքը տենց եւս մեկ անգամ ամրապնդում արեց։ Այսինքն սրա նպատակն էր, որ ֆիքսեր, որ տեսեք ոնց որ ես ինչեր եմ կարող անել։ Այդ ինքը իրանց թիմը կարա գնահատի դա հաջող քայլեր, թե անհաջող քայլեր, ես չեմ ուզում դրան գնահատական տալ։ Ես կարամ ասեմ, որ մենք մեկա մեր գործը պետքա շարունակենք, տեղ բան չի փոխվել, պետքա մտածենք այնպիսի բաներ, որ գագաթնաժողովից հետո լիքը շանսեր կա հայտնվելու կարևոր դերերում ու մենք պետքա դրանցում լինենք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ մերսի։ Իմ հյուրներ բոլորին դեմ եմ կուսակցության ցուցակը գլխավորող Սպարտակ Գյուդեղյանը։ Կհանդիպենք։
Thank you.